այսօր, հա, պարոն Մանուկյան, նախ քաղաքական դաշտում որ ուժերի հետ եք համագործակցության եզրեր տեսնում, որ ուժերի հետ եք պատրաստվում ճանապարհ անցնել եւ ձեզ համար այսպես կարմիր գծեր տաղուներ կան, թե չէ, օրինակ Արման Թաթոյանը իր վերջին ասուլիսում ասաց հորդորեց նախկին նախագահներին, որ չմասնակցեն ընտրապայքարին, դուք նման հորդորներ այլ ուժերի ունեք, թե չէ։ Իրականում են, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահների որոշակի առած պրոցեսների հիման վրա, այդ բոլորին է պարզ, նույնիսկ պարզ է նախկին նախագահներին, բայց նման ես մի անգամ կոչով հանդես եմ եկել, տեղեկացրել եմ, որ ժողովրդի մեջ կա սենց մտահոգություն, այսինքն, երբ որ լոկոմոտիվի դերը վերցվի իրենց ձեռքը, կարա լինի սենց խնդիրներ, բայց որ հորդորել, որ չմասնակցել, ընդհանրապես դա քաղաքական եզրույթ չի ըստ ինձ, ես չեմ թույլ տա ոչ մեկին ասեմ, կարող ես տեղեկացնել, քո կարծիքը հայտնես, բայց որ հստակ ասես, ինչպես ես չեմ կարող ինչ-որ մեկին ասել, այնպես էլ չեմ կարծում ինչ-որ մեկը կարող է ինձ ասել, եւ այդ ազատ դաշտը ես քաղաքականությամբ զբաղվել, ասում ինչը ինքը նվիրական գործընթաց է, թե դու անկեղծ ես իրականում ու բազմաթիվ քեզանից ջանք, եռանդ ու ռիսկեր պարունակող պրոցես է։ Այս ամենը ինչ որ արհեստականորեն մեկին արգելելը կամ մարդկանց Հետո նույնիսկ եթե տարբեր տեսանկյունից կարանք նայենք, նույնիսկ եթե ընդդիմությունը չի միավորվում, բայց հասկանում ենք, որ բոլորս հասկանում ենք ներկա երկրի ղեկավարը ուր է տանում, նրա խմբակը ուր է տանում, այսինքն եթե մարդիկ կան, որ ունեն կոնստանտ ինչ-որ ստաբիլ ընտրազանգված, իրենց մասնակցելը մեծ ձեռք է տալիս, որովհետև այդ ընտրազանգվածը պարզ է, որ ապագայում հաստատ բերելու է ընդդեմ իշխանության որևէ միավորման։ Եվ եթե նախկին նախագահներից կա մարդ, որ ունի հստակ ընտրազանգված, իմ կարծիքով այդ առումով գոնե այդ առումով ճիշտ է իրենց մասնակցությունը։ Իսկ որ նրանցից են սնվում, այդ բոլորից պարզ է, դրա հետ կապված իրանք պետք է ավելի շատ հասկանան, ոնց անեն, որ իրանցից չսնվի Նիկոլը։ Բայց հարցը է, թե դուք ում կհարեք, որ ուժերին եք այսպես ավելի մոտեցել։ Ճանապարհ։ Ես ասում առաջին հերթին, երբ որ դու ստեղծում ես ուժ, եթե դու ի սկզբանե սկսում ես մտածել, թե պետք է ում բոլորին կմիավորվեմ ընդդեմ ներկա իշխանության։ Իսկ կոնկրետ գաղափարների եւ մեթոդների տեսանկյունից, թե ինչպես են պատկերացնում երկրի կառավարումը, այդ մի քիչ երկար քննարկման հարց է, ավելի մանրակրկիտ, այսինքն այս պայմանությամբ, եթե կա առաջնային խնդիրը, որ ներկա իշխանություն չվերարտադրվի, իսկ այնուհետև, ասում եմ, այնպես չի, որ նույն նախկին նախագահների մեթոդները ինձ դուր է եկել եւ բազմաթիվ իրենց արած արարքների հետևանքով է, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը կարողացել է երկրի ղեկավար դառնալ։ Այսինքն ճիշտ եք հասկանում, պատրաստ եք անգամ Սատանայի հետ համագործակցել, միայն Փաշինյանը չլինի։ Սատանայի հետ չէ, պատրաստ չեմ համագործակցել, որտեղ ես քրիստոնյա մարդ եմ, բայց Փաշինյանի լինելը, այդ ասում եմ յուրաքանչյուրը մի քիչ երբ որ մտածի կհասկանես մի քանի օր առաջ մի հատ փոքրիկ հոդված է հրապարակել սոցցանցերում այն մարդկանց էր ուղղված հոդվածը թե դուք Նիկոլ Փաշինյանին հավատացողներին էր ուղղված ասում էի դուք երբևէ Հայաստանի Հանրապետությունում այս վերջին չգիտեմ 7-7.5 տարվա ընթացքում ունեցել եք մեկ շաբաթ էլ չեմ ասում մեկ ամիս որ դուք հանգիստ ուղղակի ապրեք ձեր տանը չեմ ասում արտաքին պատերազմ է դե այդ արհավիրքը պարզ է ուղղակի հանգիստ իմ մոտ էլ այդ փուլերն եղել ես պետական հիմնարկ ղեկավարելով որոշել եմ ասենք չանդրադառնամ իմ գործով զբաղվեմ իմ գործն է լավ է անում բայց չի լինում ուղղակի չի լինում ուղղակի այնպիսի թեզեր են առաջ կան որ գալի ուղիղ կպնում է քեզ Այսինքն ինչ որ լոկալ որոշակի հարցեր չի որ դու անհամաձայնության լինես իրա նկատմամբ ընդհանրապես մեր բոլորի ապագայի հետ կապված է այսինքն ելույթում որ նշեցի գլոբալիստական մոտեցումները իրանց անկախ նայած իրանք ինչպես են ներկայացնում իրանց մոտեցումը գլոբալիստական է այսինքն ըստ կարևոր չի ազգը ազգությունը այսինքն մենք լավ ապրենք միգուցե իրանց արած քաղաքականության արդյունքում 50 տարի հետո Հայաստանում ապրող մարդիկ լավ ապրեն բայց վստահ ասում եմ հայեր չեն լինելու կամ լինելու են հայերը փոքրամասնություն իսկ ազգայինի կարևորության մասին իշտվում է ավելնորդ է խոսալ ես քիչ երկար տևեց, բայց իմ մոտեցումը առաջ անգամ ներկայացնեմ Հայաստանի հայերը աշխարհում քաղաքականություն ստեղծած ազգ են Հայաստանում աշխարհում կա մոտ 150 ազգ, որը ունի իր գիրը գրականությունը, իսկ որ հենց առանձին իր գիրն է, որ ես ինչքան գիտեմ, մոտ 80-ի մոտ է։ Այսինքն մենք այդ վերջի, չգիտեմ, տարբեր գնահատականով 3000-ից 5000 տարվա պատմության ընթացքում մենք քաղաքականություն ստեղծած ազգ ենք եւ մենք պարտավոր ենք լինել։ Իսկ այս քաղաքականության արդյունքում ասեմ, եթե որոշվել է որ այս տեղանքի մարդիկ լավ ապրեն, միգուցե, հա, դե բարձր պատերազմ չլինի, խաղ լինի, ինչ որ բոլոր ամեն ինչին համաձայնվեն կամ ամեն ինչին տանքով ամեն ինչ համաձայնվող տրվող մարդու հետ էլ ոչ մեկ չի ուզում կռվի։ Իրան ուղղակի օգտագործում են։